Բարի լույս, առաջին ծրագիր է սկսում իր աշխատանքը եւ այս ուրբաթ օրը մենք պատրաստ ենք ձեզ նվիրել արև, ճիշտ է դրսում արդեն իսկ շատ արև կա, բայց մեր արևը համոզված եմ չի խանգարի։ Սուրենը, Սոնան եւ Ադրինեն այսօր պատրաստ են ձեզ տալ լավ տրամադրություն։ Այո, բարի լույս ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է TV ուղիղ եթերում։ Մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք հարմար տեղավորվել էկրանների առջև։ Եվ ուզում ենք ողջունել բոլոր նրանց, ովքեր այս առավոտ արթնացել են ու հետևում են մեր ծրագրին եւ ովքեր իհարկե չեն հետևում, բայց արդեն ճանապարհին են, որովհետեւ ժամանակ չունեն ու պիտի հասնեն աշխատավար։ Նախ առաջին հերթին Սոնա, արի ողջունենք մեր պատվիրակությանը, ովքեր Եվրոտեսիլի երեկվա ցնցող ելույթից հետո տոնում են առաջին հաղթանակը։ Այո, Պարգին շնորհավորենք նաեւ մեր ողջ հայ ազգին այս գեղեցիկ կատարման համար, իրոք շատ լավ կատարեց, շատ եւ նաեւ շոուներին շատ դուր եկավ։ Շատ հետաքրքիր լուծում էր տված լույսերով, այսինքն ավելի ընդգծված էր հենց երգի կարևորությունը եւ հետաքրքիր նորարարություն կար այն փոքրիկ ֆրազը հայերենով, որ արտասանվեց երգի ժամանակ։ Երկու տողայում։ Այո, բրավո։ Փարգը պայթեցրեց երեք Եվրոպայի բեմը, այնպես որ շնորհավորում ենք սրտանց եւ սպասում ենք իհարկե եզրափակչում հաղթանակի, որովհետեւ իր երգը լավագույն չարթերներում է, լավագույն տեղերում է, այնպես որ բոլոր հնարավորությունները, շանսերը կան այս անգամ Եվրոտեսիլը բերել Հայաստան։ Դե իհարկե կոչ անենք նաև մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, չմոռանաք վաղը զինվել բջջային հեռախոսներով եւ իհարկե քվեարկել հենց մեր երկրի օգտին, որովհետեւ մենք ունենք բոլոր շանսերը հաղթող ճանաչվելու համար, որովհետեւ անկեղծ ասեմ, Սոնա, նայել եմ բոլոր երգերը։ Ես միայն Հայաստանինը։ Չէ, այս երկու հա, կիսաեզրափակիչներն եւ ասեմ, որ իրոք ամենալավը մենք ենք։ Եվ ինձ այնտեղ, եթե իհարկե մերը չհաշված, ես ունեի երկու ֆավորիտ, մեկը անցել է դե բնականաբար կոֆե մակիատոն, մյուսն էլ ափսոս իհարկե Վրաստանն էր, որ երգը շատ դուրս եկավ եւ աղջիկն շատ հիանալի էր կատարում, ու ափսոս չանցավ, դե մի քիչ քաղաքականություն կա, կարծում եմ։ Ես այդ մրցույթի սպառող չեմ, ոչ մի տարի չեմ նայում, բայց այս տարի երգը շատ էի հավանել Փարգի, դրա համար երեք նայել եմ միայն իր կատարումը, հատուկ գիտեի, որ 5-րդ համարի ներքո է հանդես գալու, միացրել եմ հենց այն ժամանակ, երբ պետք է ինքը ելույթ ունենար եւ նույնիսկ on-line այդպես հեռախոսով եմ միացրել, որովհետեւ տաննել չէի այդ պահին եւ շատ սիրեցի թե երգը, թե իր կատարումը, թե իր էներգետիկան, որը փոխանցեց, մնացած ոչ մի երկրի ներկայացուցիչների ելույթ չեմ նայելու եւ սպասելու եմ Փարգի հաղթանակին միայն։ Հուսանք, որ հենց այդպես էր կլինի, մաղթենք հաջողություն, որովհետեւ մենք այդ օրը եթերում չենք լինի, այնպես որ այսօրվանից արդեն մեր Փարգին եւ իհարկե պատվիրակությունը մաղթենք հաջողություն եւ իհարկե հաղթանակ։ Դե անցնենք առաջ։ Այո, այսօր մայիսի 16-ն է արդեն, օրը ուրբաթ եւ այսօր նշվում է ուսանողների եւ երիտասարդների օրը ի նշանավորում են Երևանի պետական համալսարանի հիմնադրման։ Սրտան շնորհավորում եմ, որովհետև ինքս մայրբուհի շրջանավարտ եմ։ 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց, նշանավորելով օրվա խորհուրդը եւ բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում։ 15 թվականից ի վեր մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների եւ երիտասարդների օր։ Եվ օգտվելով առիթից նաեւ ասեմ, որ ես շատ եմ կարեւորում բարձրագույն կրթությունը, ինչքան էլ մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ ինչ որ երամսյա, 6ամսյա դասընթացներն են շատ ակտուալ, ամեն դեպքում ես իմ ուսանողներին էլ միշտ հորդորում եմ, որպեսզի բարձրագույն կրթության ետևից գնան, որովհետև դա ընդամենը 4-ից 6 տարի է, բայց ամբողջ կյանքի համար է։ Այո, շատ կարևոր է եւ իհարկե եւս մի կյանքի փորձ եւ շփման լայն հնարավորություն հենց մասնագիտական ոլորտում։ 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի այժմյան Գյումրիի առևտրային դպրոցի շենքում մեծ շուկով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Առաջին ուսումնական տարում համալսարանը ունեցել է 1 պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20,000 ուսանողներ, բուհի ավելի քան 1600 պրոֆեսոր դասախոսական կազմի շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը դոցենտներ, 424-ը ասիստենտներ, 489 դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում Գիտությունների ազգային ակադեմիայի 39 ակադեմիկոս եւ 25 թղթակից անդամ։
Հրաշալի է եւ շարժվելով առաջ նշեմ նաեւ որ մայիսի 16-ը աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի օպերային արվեստի մեծագույն վարպետ Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է 25 տարեկանում դարձել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերքով համանուն օպերայից հանդես է եկել 23 օպերայի գլխավոր դերերում նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում եւ այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում։ Գոհար Գասպարյանին անվանել են Հայաստանի սոխակ։ Շարունակենք եւ իհարկե ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված կինոաշխարհի ամենահեղինակավոր Օսկարի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1929 թվականի մայիսի 16-ին Լոս Անջելեսի հոլիվուդյան Ռուզվելտ օթելում։ Այն ժամանակ մրցանակները դեռևս Օսկար անվանումով չէին ներկայացված։ Նրանք ստանում էին այնպես կոչված շնորհավորական արձագանքներ։ Արարողությունը տևել է 15 րոպե, որին ներկա են 250 հոգի։ Տոմսը արժեցել է $5։ Արարողությունը վարել է այն ժամանակ ամենաճանաչված ամերիկյան դերասաններից մեկը Դուգլաս Ֆերբենքսը։ Պաստորեն, կինոակադեմիայի պատմությունը սկսել է հենց մայիսի 16-ից, այո, 15 րոպեում։ Եվ իհարկե, ետ գնալով կան, նշենք նաև, որ մենք նախորդ եթերների ժամանակ նշեցինք, որ Դեն Նիրոն ստանալու է ոսկե արմավենին եւ նա ստացավ ոսկե արմավենին եւ համացանցում տարածվել են Տարանտինոյի, Դիկապրիոյի եւ Դեն Նիրոյի համատեղ լուսանկարը, որը այսպես մեծ արագությամբ տարածվում է Instagram-ի մեր էջում եւս story բաժնում այդ նկարը կա, կարող եք տեսնել սիրելի հեռուստադիտողներ եւ կանից ինձ թվում է անցում կատարեն Երևանի փողոցներ, որովհետեւ ոչ պակաս կարեւոր ոչ պակաս կան էլ մեր փողոցներում կան։ Խցանումներ կան նաեւ մեր փողոցներում։ Եվ այսպես կան նաև վթարներ, ցավոք սրտի Իսակով պողոտայում կա վթար, որի հետևանքով արդեն իսկ է խցանում եւ Կոմիտասի պողոտա ճիշտ եմ չասում, այո, Արաբկիրի շրջանում նույնպես այս պահի դրությամբ վթար կա, խցանում կա, Երևան իհարկե այս հատվածը նույնպես խցանված է եւ ինչպես նկատում ենք մեր մայրաքաղաքի կենտրոնական մասը նույնպես այս պահի դրությամբ փոքր կենտրոնը խցանված է, ուսանողական հատվածը ավելի շատ, խցանումներ կան Պարոնյան փողոցում, Աթենքի փողոցում, խցանումներ կան իհարկե Կիևյան կամուրջի վրա երկկողմանի բարեկամություն բարձրացող հատվածում, Բաղրամյան իջնողը, Կոմիտասի պողոտան արդեն նշեցինք եւ Մասիվի հատվածում նույնպես կան խցանումներ։ Այսպեսին են Երևանյան տրամադրությունը առավոտյան, իսկ մեր խոհանոցում իհարկե խցանումները միշտ կան, որովհետև բույրերի ու համերի խցանումներ են։ Այո, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս միացեք մեզ, մենք կփորձենք ինչպես միշտ ձեր տրամադրությունը բարձր պահել եւ իհարկե առաջարկել օրվա բաղադրատոմսը։ Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ քաղցրեղեն, դեսերտի տարբերակ եմ ձեզ առաջարկում, աղանդեր, որը շատ յուրահատուկ է, շատ յուրօրինակ է եւ շատ համեղ եւ իմիջայլոց հագեցնող, ինչու ոչ, նաեւ դեսերտը, աղանդերը կարող է լինել հագեցնող եւ այս տարբերակը հենց դրանցից մեկն է։ Իսկ ինչ է պետք այս համեղ աղանդերը պատրաստելու համար։ Մեզ պետք է մի քանի բաղադրիչներ եւ մի քանի փուլերով այն պետք է պատրաստենք։ Եվ ամենագլխավորը նշեմ, որ այն պետք է դասավորենք շերտերով։ Այդ պատճառով պետք է 3 շերտ պատրաստենք։ 1, 2, 3։ Այսպիսի շատ բաղադրիչներ ունենք՝ թխվածքաբլիթ, կարագ, հալվա, սերուցք, կակաո, շաքարավազ եւ հավկիթ։ Սրա մասին կխոսենք քիչ ավելի ուշ, դուք մնացեք մեզ հետ այս պահին դադար։
առաջ եւ չենք մոռանում, որ այսօր ուրբաթ է եւ մենք միասին ենք ճանապարհում աշխատանքային շաբաթը, առավոտը սկսել ենք հիանալի տրամադրությամբ, եւս մեկ հրաշալի հաղթանակ գրանցելով եւ իհարկե երեկոն էլ կարծում եմ պիտի հենց այդպես էլ ավարտել։ Առավել եւս վաղվա երեկոն շատ կարեւոր է, ինչպես գիտենք, եզրափակիչն է եւ իհարկե որպեսզի ընկերներով հավաքվեք եւ դիտեք եւ իհարկե վայելեք այդ շոուն, ես առաջարկում եմ, որ ձեր ընկերների ամենակարևոր ցանկում լինի իհարկե բրիզը, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը Ռոզե փրփրուն գինին, որը հաստատ կտա այդ լավ տրամադրությունը եւ ժպիտները։ Այո, եւ իհարկե չենք մոռանում գինու հետ առանձնացնել պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առաջարկում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք։ Ձեռք բերեք եւ առավոտը սկսեք կատնամթերք օգտագործելով։ Ժպիտների բաժինը նույնպես շատ կարևոր է եւ իհարկե եւս մեկ առաջարկ կարող եմ անել ձեզ, որ եթե որոշել եք այ ընկերներով հավաքվել եւ շոուն դիտել, արեք դա Երևանի սահմաններից դուրս, եթե ունեք հնարավորություն։ Մի որևէ շատ գեղեցիկ բնության վայրում մեր աշխարհագրական դիրքի, որը տալիս է այդ հնարավորություն, իսկ թե որտեղ գնալ, այս հարցում էլ մեզ օգնում է մեր ընկերը Արթուրը։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե ինչքան տաղանդավոր են գյումրեցիները։ Հենց այդ պատճառով է, որ շատանում են արվեստի կենտրոնները եւ թատրոնները։ Այժմ մենք գտնվում ենք Գյումրու մտորումների թատրոնում եւ ի տարբերություն քաղաքի մյուս թատրոնների, Գյումրու մտորումների թատրոնը իր դռներն է բացել 2020 թվականին եւ ինչն է հետաքրքիր, որ բոլոր թատրոններն ինձ հարազատ են, քանզի այս քաղաքի բոլոր թատրոնների բեմերին ինձ բախտ է վիճակվել հանդես գալ։ Այժմ մենք գեղեցիկ ու հաճելի զրույց կունենանք Մտորումների թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ եւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր եւ դերասան Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը նաեւ հանդիսանում է իմ վարպետը։ Ուրեմն շատ երկար ժամանակ մտածեցի թատրոնի բացման համար, ինձ տարածք էր, պետք է լավ տարածք էր պետք է թամինը, որովհետև այլընտրանքային պետք էր տարածք քաղաքում, այլընտրանքային թատրոններ պետք քաղաքում, որ կունենար ակադեմիկան ոչ մի բան։ Դե պարզ է, ակադեմիկան թատրոնը իր կանոններն ունի, վարակույր ունի, հարթակն ունի, որի վրա կարելի է խաղալ, բայց այս տարածքը բոլոր կանոնները ջնջեց ու անհրաժեշտ էր Գյումրում երկրորդ թատրոն, որը այլ հրամայական ուներ։ Ու երկար մտածելուց հետո այս տարածքը գտանք, շատ դժվարությամբ գտանք այս տարածքը ու որոշեցինք բացել Գյումրու մտորումների թատրոնը։ Ինչու մտորումներ, որովհետև յուրաքանչյուր արծարծվող հարց բեմում հանդիսատեսի մտորումներ առաջացնում։ Սա էքսպերիմենտալ թատրոն է, փորձարարական թատրոն է, համարձակ թատրոն է։ Շատ կարևոր է, որ արդեն քննություն վերցրեց։ Այսինքն հանդիսատեսը սիրեց թատրոնը եւ սկսեց գալ թատրոնը։ Արդեն 5 տարեկան է թատրոնը, բայց շատ դժվարությամբ, շատ երկար մտածելուց հետո սկսեցինք աշխատել։ Թատրոնը բացվել է 20 թվականին, այդ COVID պատերազմ ներկայացումները գրեթե չեն խաղում, գրեթե ներկայացումներ խաղում ենք մայթեզրին երեկոյան, բայց ամուր գտնվեցինք, սկզբունքային գտնվեցինք ու 20 թվականի վերջում արդեն պրեմիերանով սկսեցինք ներկայացումները, որի մեջ դու էլ ես զբաղված եղել այդ ներկայացումներից։ Ապագան պլաններ ունենք բեմադրել Իսահակյանի Լիլիթը, մի անդրադարձ նաև Իսահակյանի 150-ամյակին ու շատ պլաններ կան նաև շուտով բեմ կբարձրանա նաև մոնո ներկայացում Տիգրան Մեծը։ Շատ կարևոր է թատրոնը, որովհետև մեր առօրյայում մենք
ամեն օր շփվում ենք թատրոնական երևույթի հետ։ Գնում ենք խանութ որպես հաճախորդ, մտնում ենք հիվանդանոց որպես հիվանդ։ Այսինքն խաղի էլեմենտը միշտ մեր մեջ կա։ Մենք մոռանում ենք դրա մասին, բայց ես համոզված եմ, որ թատրոնը նաև դաստիարակչական նշանակություն ունեցող երևույթ է, ինքնաճանաչման երևույթ է եւ յուրաքանչյուր մարդ պետք է այցելի թատրոն, որ իր մեջ առաջացած հարցականները գոնե թատրոնի միջոցով պատասխան ստանա։ Այդպես եմ կարծում, չգիտեմ։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Ցանկանում եմ, որ բազում պրեմիերաներ ունենաք այստեղ, այս թատրոնի դռները միշտ բաց լինեն ու դալիճում ասեղ գցելու տեղ չլինի։ Դե իսկ դուք քարցնեք ուր գնալ, իսկ ես կասեմ թատրոն, որովհետև թատրոնը դա տոն է։ Գյումրի գալ հանգստանալիս ամենակարևոր նախապայմաններից է ճիշտ հյուրանոց ընտրելը։ Էլ ով, եթե ոչ ես, կարող է ձեզ խորհուրդ տալ, թե որ հյուրանոց ընտրեք։ Այո, ես Գյումրիում եմ ու իմ սենյակն ամրագրել եմ Գյումրիում ամենաշքեղ հյուրանոցներից մեկում, իսկ տարածաշրջանում առհասարակ ամենամեծ հյուրանոցում՝ Գյումրի հյուրանոցում։ Կոկիկության, մաքրության, շքեղության համադրումն է այս սենյակը։ Սենյակները բազմազան են, տարբերվող են, բայց ես ընտրել եմ այս սենյակը, որովհետև այս սենյակը ջակուզիով է։ Իջնեմ նախաճաշի, որից հետո էլ կիջնեմ քաղաք զբոսանքի։ Ինչպես արդեն նշեցի, Գյումրի հյուրանոցը տարածաշրջանում ամենամեծն է, 102 սենյակ, կարող է տեղավորել 300-ից ավել անձ, այնպես որ տուրիստական խմբեր, թվով մեծ ընտանիքներ գիշերելու մասին կարող եք երկար չմտածել, տարբերակը մեկն է, Գյումրի հյուրանոց։ Մոռացա ասել, որ առանձնահատկություններից, շքեղությունից, հարմարավետությունից զատ Գյումրի հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Գարեգին Նժդե 5/10 հասցեում, բայց միևնույն ժամանակ այստեղ անաղմուկ է ու կատարյալ հանգիստ։ Գյումրի հյուրանոցը առաջարկում է նաև համաժողովների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ։ Եթե գալիս եք Գյումրի, ապա կարող եք տեղավորվել հենց Գյումրի հյուրանոցում, առավոտյան վայելել համեղ նախաճաշը, որից հետո էլ կարող եք դուրս գալ քաղաք զբոսանքի։ Իսկ հիմա գնանք տեսնենք, թե ինչ կա նախաճաշի սեղանին։ Շատ եմ ափսոսում, որ այս հոտերը դուք էկրանից այն կողմ չեք կարող զգալ, այնպես որ ձեզ մնում է միայն մեկ տարբերակ՝ գալ Գյումրի ու հանգրվանել Գյումրի հյուրանոցում։
Քանի որ հյուրանոցը լիքն է, ասեղ գցելու տեղ չկա, ես որոշեցի շուտ գամ նախաճաշեմ, որպեսզի ոչ ոքի չխանգարեմ, ոչ ոք էլ ինձ չխանգարի ու շուտ դուրս գանք քաղաք, միասին զբոսնենք ու միասին բացահայտենք Գյումրու ամեն անկյուն։ Բարի լույս իմ շատ սիրելի հեռուստադիտող, սիրելիներս, գեղեցիկ ճամփորդեցինք, հասկացանք, թե Գյումրիում որտեղ կարելի է այցելել եւ ինչքան գեղեցիկ վայրեր կան հանգստանալու համար, բայց նաեւ պետք է շատ համեղ աղանդեր պատրաստել եւ վայելել օրը։ Այսօր ուրբաթ է եւ երեկոյան կարելի է հավաքվել ու այս աղանդերի շուրջ գեղեցիկ սեղան պատրաստել եւ վայելել, երեկոն վայելել ընտանիքի անդամների հետ։ Այսօր առաջարկում եմ ուրեմն թխվածքաբլիթով շատ համեղ մի տեսակ բաղադրատոմս, որը մի քանի բաղադրիչներ ունի եւ ես շեշտեցի, որ 3 շերտով ենք այն պատրաստելու, հենց այդպես էլ ինքը կոչվում է 3 շերտ եւ դրա համար պետք է թխվածքաբլիթը մանրել, փշրել, ահա ես այս ընթացքում հասցրեցի այդ գործողությունը անել, մի տոպրակի մեջ լցրեք թխվածքաբլիթը, լավ գռնակի օգնությամբ մանրացնեք եւ իհարկե տեղափոխում ենք ամանի մեջ։ Հիմա այստեղ նաեւ հասցրել եմ կարագը հալեցնել, այս թխվածքաբլիթի վրա պետք է ավելացնել կարագ եւ փորձել լավ խառնել, որպեսզի ամբողջությամբ կարագի մեջ թաթախվի մեր թխվածքաբլիթը։ Եվ կթողնենք մի կողմի վրա։ Սա կլինի մեր ամենահիմնական շերտը։ Առաջին շերտը կլինի հենց սա։ Ահա, կխառնեմ, կթաթախվի այն կարագի մեջ, ամբողջությամբ կներծծվի, հետո այն կտեղափոխենք արդեն մատուցվող ամանի մեջ։ Այսպես խառնեցինք։ Ահա խնդրեմ, կթողնենք մի կողմի վրա, թող մնա ամբողջությամբ դեռ կներքաշի կարագը իր մեջ թխվածքաբլիթը եւ հետո ես կասեմ, թե ինչ ենք անում այս շերտի հետ։ Անցնենք հաջորդ շերտին, հաջորդ շերտը ուրեմն պետք է պատրաստենք հալվայով եւ սերուցքով։ Մեզ պետք է չափաբաժինները մոտավորապես ես ձեզ կասեմ, այստեղ 300 ուրեմն գրամ թխվածքաբլիթ է, 100 գրամ կարագ, այստեղ ունենք 200 գրամ հալվա, 300 գրամ սերուցք, որը պետք է միասին խառնենք եւ իհարկե ստանանք հատուկ զանգված հալվայով եւ սերուցքով։ Ես հենց այս պահին պետք է անեմ այդ գործողությունը։ Այսպես փորձեմ հալվան տեղադրել այս ամանի մեջ եւ իհարկե առաջին իսկ պահից փորձեմ ձեռքով այն մանրացնել։ Նշեմ, որ հալվան գետնանուշով տարբերակն է, դուք կարող եք ձեր սիրելի տարբերակը ընտրել, այսպես, ահա խնդրեմ, այսպիսի վիճակներ ենք ստանում եւ այս հալվայի վրա ասեմ, որ պետք է ավելացնենք արդեն սերուցքը։ Սերուցքը ավելացնելուց հետո ես այն հարիչով կհարեմ եւ ձեզ ցույց կտամ, թե ինչպիսի տեսք է ստանում։ Ահա այստեղ ունենք 300 գրամ սերուցք։ Ավելացնենք նաեւ սերուցքը։ Եվ այս հարիչի օգնությամբ մենք այն կհարենք։ Ադրինե։ Ողջույն Սուրեն ջան։ Համեղ բաներ ես պատրաստում։ Այո, շատ։ Միշտ իհարկե։ Շատ համեղ բան եւ նշեմ, որ ոչ միայն այն համեղ է, այլ շատ հարուստ է իր համով, շատ հագեցնող է, շատ խիտ ինքը բաղադրություն ունեցող ուրեմն աղանդեր է, որը շատ կարող է նաեւ ամբողջ օրվա ընթացքում հավատա, եթե փորձես ուտել, բավականին երկար ժամանակ
հագեցած կմնա քո Ես օրգանիզմը։ այսօր կփորձեմ ուտել, որովհետև հենց Անպայման։ անմիջապես եթերից հետո փորձի եմ ներկայացնում, Այո։ այնպես որ համոզված եմ, որ այդ էներգիան ինձ կտետրանց որ լավ փորձ անելու։ Հաստատ կտա, որովհետև հալվան, եթե դու գիտես որքան կարևոր եւ անհրաժեշտ ուրեմն մթերք է, գուցե շատերն են քիչ են օգտագործում հալվա, հատկապես նախաճաշին խորհուրդ եմ Հալվան ինձ տալիս։ հիշեցնում եմ փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ, այո, շատ լավ բան է, այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Ներողություն եմ խնդրում, կամ նաև հալվա, ուրեմն թահինով պատրաստված, թահինը ինչ է, սիրելիներս, քունջութի քամված յուղն է թահինը։ Քունջութը շատ մեծ էներգիայի Դա ոնց որ աղբյուր ավելի է։ Եգիպտոսի կողմերն է։ Այո, արևելյան խոհանոցից է թահինով հալվան, մենք ունենք այստեղ մեր տեղական տարբերակ արևածաղկի յուղից պատրաստված, խյուսից պատրաստված։ Հիմա այստեղ նաև մեր հալվայի մեջ գետնանուշ կա, դա ավելի այսպես հագեցնող եւ հարուստ համ է տալու մեր աղանդերին, այնպես որ խորհուրդ եմ տալիս փորձել։ Այս պահին ես դեռ չեմ ուզում հարեմ, որպեսզի աղմուկ չլինի, հետո կհարեմ եւ հիմա պետք է պատրաստենք շոկոլադի այդ շերտը, շոկոլադի համար մեզ պետք է 350 գրամ սերուցք, 140 գրամ շաքարավազ, 40 գրամ կակաո, 100 գրամ կարակ եւ ամենավերջում 1 հավկիթի դեղնոց, որպեսզի մեր ջնարակը, մեր շոկոլադե շերտը փայլի։ Եվ այսպես ես հիմա կանցնեմ հաջորդ գործողությանը, այսինքն պետք է շոկոլադը պատրաստենք, ես այս ամանը վերցնեմ, մեր թավան վերցնենք եւ իհարկե անցնենք առաջ, պատրաստենք մեր կակաոն, այո, այստեղ 40 գրամ կակաո, 140 գրամ շաքարավազ, որը հիմա կփորձենք մենք խառնել, այսպես, լավ պետք է խառնել, որպեսզի միախառնվեն եւ շաքարավազը եւ կակաոն, եւ իհարկե այստեղ պետք է ավելացնենք 100 գրամ կարակ եւ 350 գրամ սերուցք։ Սերուցքը ընտրեք բարձր յուղայնությամբ, սիրելիներս, հատուկ հարելու համար նախատեսված սերուցք, որը իհարկե կդարձնի այն կրեմային վիճակները, ինչը մեզ անհրաժեշտ է։ Ահա ավելացնում եմ սերուցքը։ Դանդաղ խառնելով ես պետք է տեղափոխեմ կրակի վրա։ Անպայման հիշեք, որ ջնարակ ենք պատրաստում եւ այն պետք է եփենք կրակի վրա։ Կան տարբերակներ, որը եփվում է ուրեմն գոլորշու վրա, բայց մենք այս տարբերակը պատրաստելու ենք հենց անմիջապես կրակին։ Այստեղ ավելացնելով կարակ ես կտեղափոխեմ արդեն գազօջախի վրա։ Այստեղ իհարկե 100 գրամ չէ, մի փոքր ավելի քիչ է, ես քիչ հետո կավելացնեմ, բայց հիշեք, այս չափաբաժնի համար անհրաժեշտ է 100 գրամ կարակ։ Այսպես։ Հիմա դնում ենք գազօջախին եւ շատ հետեւողական պետք է լինել, սիրելիներս, անպայման պետք է այսպես ասած գլխին կանգնել, որպեսզի չայրվի մեր շոկոլադը, որովհետեւ այն շատ համեղ է։ Ես համոզված եմ շատ համեղ է լինելու։ Շատ ճոխ համ է տալու մեր ուրեմն աղանդերին, այնպես որ շատ զգույշ եղեք այս հարցում, անընդհատ խառնելով, անընդմեջ խառնելով, ստացեք այն գեղեցիկ համեղ ջնարակը, որը պետք է մեզ այսօր։ Ահա այսպես։ Գեղեցիկ աշխատանքի մեջ է։ Ես հիշում եմ փոքր ժամանակ հալվան մեզ տալիս էին մանկապարտեզում այն ժամանակ եւ ասում են կերեք եւ այնքան շատ էր այդ ամեն հալվան մանկապարտեզում, որ արդեն էլ չէին կարողանում ուտել եւ մեզ ոչ մեկ չէր հարցում։ Մի հատ այսպես շրախկ եւ հալվան պիտի ուտեիր արդեն ու վերջ։ Եվ այդ տարիների այդ հիշողությունը սովետական շրջանի, որ ոնց դու կարող ես ասել, որ դա քեզ դուրս չի գալիս։ Մի հատ կեր ու սուս։ Եվ հիմիկվա երեխաներին փորձի այդպես բացատրել։ Այո, չի լինի, ես անկեղծ ասած մանկապարտեզ չեմ գնացել, ամբողջ կյանքս մենք ես եղբայրներս ծնողներիս նախատել ենք, թե ինչու մենք մանկապարտեզ չենք գնացել, բայց դե մեզ բամբակների մեջ են մեծացրել, ոնց կլիներ մեր երեխաները մանկապարտեզ գնային։ Վերջերս մի շատ լավ գրառում կարդացի Facebook-ում, գրված էր այսօրվա 5 տարեկան, 6 տարեկան երեխաների ծնունդը նշում են շատ մեծ շուկով ռեստորանում, իսկ մեր
Այս ժամանակ երբ որ 5-6 տարեկան ենք, մեր գլխին խփելով ասում ենք կես։ Հալվան պետք է Պետք է ուտես։ ուտես ու վերջ։ Եվ մանկապարտեզի հետ կապված չգիտեմ ժամանակ ունենք, թե չէ շատ կարճ կասեմ։ Ես էլ իմ երեխաներին չեմ ուղարկել մանկապարտեզ, ուղղակի մեկ հաճույքի համար ուրիշ երեխաների հետ որպեսի շփվեին, մեկ այդպես ուղարկում էի։ Երեխաս գնաց մանկապարտեզ վերադարձավ, սկեսուր մայրիկս հարցրեց. «Էրիկ ջան, ինչ են տվել մանկապարտեզում ուտես»։ Երևի արգանակով սուպ էին տվել, ինչ էին արել, չգիտեմ, ասեց մակարոնի ջուր։ Սկեսուրս շշմեց, ասեց, «Էս երեխին սուր եք ուղարկում, մակարոնի ջուր են այդտեղ տալիս»։ Չուղարկեք։ Չէ, հիմա արդեն ավելի հետևողական են, այո, եւ բնակարաբար մանկապարտեզներում ամեն ինչ շատ պատշաճ արվում է երեխաների համար։ Այս բան կարճ դադար ունենանք Ադրինե, հետո արդեն վերադառնանք եւ տաղավարում կողջունենք մեր հյուրերին։ Մեծ սիրով։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես ունեմ հետաքրքիր տեղեկատվություն։ Մայիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կարող եք վայելել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ երկրորդ Զանգով սիմֆոնիան եւ պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը կոմպոզիտոր Հեշմաթի պարսկական պատկերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժորը Շահին Դանեշվարն է։ Եվ այս առիթով հենց մեր տաղավարում հյուրընկալել ենք կոմպոզիտոր, դիրիժոր Շահին Դանեշվարին։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, Ոնց եք։ լավ, հաշնարից։ Շատ հաճելի է որ նաև այսպես շատ մաքուր խոսում եք այլեմ, երկար ժամանակ է որ Հայաստանում եք։ Այ ես համարյա 13 տարի Հայաստանում ապրում։ 13 տարի Հայաստանում եք ապրում։ Ինչ է եղավ պատճառը որ տեղափոխվեցիք այստեղ։ Դե ես ուսումնարանում եմ սովորել Թեհրանում, երաժշտական ուսումնարանում եմ սովորել ու հետո ուզում էի դուրս գամ Իրանից, որ ինչ որ ուժեղ դեպք գնամ, որ երաժշտություն սովորելու համար։ Ու որոշեցի գամ Հայաստան, քանի որ վիկենգերներ ունեի Պարսկահայ Պարսկաստանում, ու գիտեի, որ երաժշտությունը իրոք ուժեղ է Հայաստանում, կոնսերվատորիան իրոք ուժեղ է, ու տեղափոխեցի Հայաստան ու կոնսերվատորիում սովորեցի։ Հետաքրքիր է, համերգից կպատմեք, որովհետեւ գիտեմ ծրագիրը նոր չէ, էլի եղել է։ Մայիսի 21-ին եւս մեկ անգամ կլինի։ Այո, Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիա, որը կոչվում է Զանգով սիմֆոնիա, լիքը կատարումներ եղել է, ինքը ֆենոմենալ ու հիանալի երաժշտություն է։ Ասեմ, Արամ Խաչատրյանը ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Բայց ես sense շանս եմ ունեցել, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այս համերգը ունենանք, ու ես շատ ուրախ եմ, որ երկրորդ սիմֆոնիայի հետ շատ հետաքրքիր Հեշմաթ Սանջարիից ստեղծագործություն են նվագելու պարսկական պատկերներ։ Շատ ուրախ եմ, քանի որ մեր արմատների մեջ պարսկական եւ հայկական երաժշտական ու կուլտուրական արմատների մեջ լիքը նույն բաներ ու համատեղ գետեր կա։ Շատ իմ համար շատ նման բաներ կա ու իմ համար շատ հետաքրքիր ու կարևոր է։ Ոնց են անցում փորձերը։ Փորձերը դեռ չի սկսվել, բայց շատ լավ կլինի։ Աշխատում եք նաև ինչքանով մենք տեղյակ ենք ֆիլմերի հետ կապված։ Այո։ Ահա, հետաքրքիր է սաունդթրեքել ֆիլմերի համար, սա բավականին հետաքրքիր աշխատանք է։ Ինչպես ստացվեց դա, ինչպես որոշվեց, որովհետև այդ աշխարհը բավականին մեկ այլ ձև է ներկայանում։ Եվ հեշտ չէ։ Այո։ Իմ գեղարվեստական կյանքի մեջ ես երկու աշխարհ ունեմ։ Մի հատ ֆիլմերի աշխարհն է, մի հատ էլ դասական երաժշտական աշխարհն է։ Սիլերի երկու հատ առանձին աշխարհն է, բայց շատ են օգնում նրա։ Եթե ուզենամ շատ բադական է ստացվեց, կարծում եմ ես 14-15 տարեկան էի, Պարսկաստանում սովորում էի ուսումնարանում որպես շեփորահար, շեփորի բաժնում։ Եվ մի հատ ռեժիսորայի ուսանողն էր, Թեհրանի համալսարանում ինքը սովորում էր, ինքը մի հատ գինո էր նկարահանել, գինոր պատրաստներ, բայց ինքը բյուջե չուներ, որ ինչ որ մասնագետ գինոյի կոմպոզիտորներ դա, որ սաունդթրեքի գերի։ Այո։ Հետո ինձ ասեց, ես էլ ոչ մի փորձ չունեի։ Ես սկսեցի երկու շաբաթվա ընթացքում իր համար երաժշտություն գրել ու շատ լավ ստացվեց։ Երբ որ ես կինոթատրոնում իմ երաժշտությունը պատկերների հետ տեսա, այսինքն մի հատ նոր աշխարհ բացվեց ինձ համար։
շատ հետաքրքիր է։ Դա իմ առաջին փորձն էր, կարծում եմ 14-15 տարեկանի ժամանակ։ Դե ասեմ, ես էլ ունեմ երկու փորձ պարսկական ֆիլմում նկարվելու։ Հայտնի ռեժիսոր պարսկական Ջեյրանի մոտ եմ նկարվել։ Ֆրեդուն Ջեյրանի, այո։ Այստեղ Հայաստանում նկարահանվեց ֆիլմը, մի քանի մասանոց եւ ես ունեցա այդ հնարավորությունը եւ պետք է ասեմ գերազանց աշխատանք էր, պրոֆեսիոնալիզմի գագաթնակետ ու այնպես որ շատ ուրախ եմ, որ ունեցել եմ այդ փորձը։ Դրանից հետո աշխատեցի շատ, չգիտեմ հայերենով ճիշտ եմ ասում, թատրականների հետ աշխատել։ Այսինքն կենտրոնի երաժշտություն թատրականների հետ գերում էի ու կենտրոնի նվագում էի Բարսկաստանում։ Հետո որ տեղափոխվեցի Հայաստան, ես Հայաստանում երևի մի 12 տարի, 11 տարի առաջ այստեղ մի քանի հատ աշակերտ ունեի, որ իրան սովորացնում էի բարսկական ժողովրդական գործիքներ, հարվածային գործիքներ։ Իրանցից մեկը մի հատ զանոթ ուներ, որ այդ մարդը աշխատում էր Ելենա Արշակյանի թիմում։ Ու սենց ինձ ներկայացեց Իրան ու այդ էր իմ առաջին փորձը Հայաստանում, առաջին նախագիծը Հայաստանում։ Ըստ ձեզ ինչն է փոխում երաժշտությունը ֆիլմի մեջ։ Այդ այն ժամանակ հետաքրքիր է, ես շատ խիստ ու լուրջ դասական մտածելակերպ ունեի, երաժշտության մասին է խոսքը։ Այսինքն ասում են երաժշտությունը մենակ դասական երաժշտություն, ես փոփ չեմ լսում, ուրիշ երաժշտություններ չեմ լսում, բայց դա սխալ է։ Ու քիչ-քիչ էդի փոխվեց իմ մեջ, քանի որ որպես կինոյի կոմպոզիտոր եւ ֆիլմերի սաունդթրեքների աշխարհով շատ կարևոր է որ կոմպոզիտորը կարողանա ամեն տեսակի երաժշտություն գրել։ Քանի որ մի կինոյի մեջ կարող է մի տեսարանը դխուլ լինի, հուզիչ լինի, հետո պետք է լինի հերոսական երաժշտություն, հետո պետք է լինի հումորային երաժշտություն, կախարդանք պետք է լինի, լիքը բաներ, այսի շատ կարևոր է։ Ու տարբեր ժանրեր կարողանանք ստեղծել, օրինակ ես կինոներ ունեցել եմ, որ իրանց մեջ օգտագործել եմ ջազ երաժշտություն, ռոք երաժշտություն, դաժե մեթալ երաժշտություն, sense բաներ, քանի որ երաժշտությունը պետք է լրացնի պատկերները, պետք է լրացնի տեսարանը։ Դրա համար պետք է տնանք ինչ կարող օգնի ու պետք է օգտագործենք։ Երաժշտության մեջ պետք է կախարդանք լինի եւ Ելենա Արշակյանի Նոր տարվա կինոն ֆիլմի համար ամենաշատն էր պետք է այդ կախարդանքը։ Եվ ես որքանով որ տեղյակ եմ, սիմֆոնիկի հետ է համագործակցությունը եղել եւ հենց այդպես էլ ձայնագրվել է։ Մի քիչ կխնդրեմ այդ գործընթացի մասին պատմեք, ինչպես այդ երաժշտությունը ծնվեց եւ այդ կախարդանքը որտեղից ձեզ եկավ, հետո փոխանցեցիք ֆիլմին։ Ես մի հատ իմ ամենա դժվար պրոյեկտներից մեկն էր, շատ դժվար էր ինձ համար, քանի որ ընդհանուր ես շատ դրամատիկական երաժշտություններ եմ գրում ինձ համար, իմ ճաշակը սենց է, բայց որ սկսվեց հումորային, այս կախարդանքը ինձ համար մի քիչ դժվար էր ու ագին աշխատեցի որ գրեմ այս երաժշտությունները ու ագին դժվար էր տարբեր ձևերով, համ երաժշտության ստեղծելով, քանի որ երաժշտությունը սկսվում է կոմպոզիտորների մտքի մեջ։ Ինքը սկզբից ընդդեղացվում, հետո գալիս է թղթի վրա, հետո վերջին ու ամենակարևոր բանը կատարումն է ու կատարողն է։ Ու էսի ինձ համար շատ կարևոր է որ կատարումները կենտրոնի լինեն։ Շատ կարևոր է, քանի որ հիմա գիտենք, օրինակ աշխարհում բոլոր երկրներում sense է եղել, որ լիքը կինոներ ու սերիալներ կա, որ կոմպոզիտորը գրում է ծրագրերով, այսինքն համակարգչով, ոչ թե կենտրոնի երաժշտություն։ Ոստի ինչու է վատ։ Քանի որ այս երկրորդ մասը, որ կատարումն է, ամենակարևորն է, որ այդ նվագողի կամ դիրիժորի կամ նվագախմբի այս զգացմունքը պետք է երևա գործի մեջ, պետք է հնչողության մեջ երևա։ Ու երբ որ էսի հավաքվում է ծրագրով, չկա, այս զգացմունքը вообще չկա։ Էսի վատն է։ Ու նոր տարվա կինոյում շատ դժվար process-ներ են ունեցել, նոտագերել ու լիքը բաներ նվագախումբը հավաքել ու ստուդիոյում ձայնագրել է, դա էլ շատ դժվար է, քանի որ ես էի ղեկավարում, ես էի չափ տալիս որպես դիրիժոր, ու օրինակ աշխարհում, օրինակ հոլիվուդյան կինոներում, երբ որ ուզում են կինոների երաժշտությունը ձայնագրություն անեն, դիրիժորը կանգնում է նվագախմբի դիմաց ու դիրիժորի դիմաց կա մի հատ էկրան, որ էկրանի վրա կինոն է, դիրիժորը նայում է կինոյի հիման վրա, արագության վրա, հիման վրա ինքը չափ է տալիս, գարում է։ Այնտեղ ես չունեի այդ հնարավորությունը, որ էկրան ունենամ։ Մտքում էր կինոն։ Մտքում էր, այսինքն մեկ-մեկ գրում են, ես աչքերը փակում էի, կինոն կան որ անգիր գիտի կինո։
Գինոն նայում էի ու սենց չափ էի դալիս, կանոր պատկերացրեք, եթե մի վարգյան այս կողմ այն կողմ լինի, արագությունը մի քիչ դանդաղ լինի, թե մի քիչ արագ Ամեն ինչ լինի, խառնի իրար։ ամեն ինչ գխանի իրան ու չի բեռնում։ Դե կարևոր որ ամեն շատ լավ է ստացվել եւ հանդիսատեսի արձագանքն են հենց դա է փաստում։ Շնորհակալություն ձեզ, որ եկաք մեզ մոտ ու կիսվեցիք այս կարևոր հետաքրքիր ինֆորմացիա։ Ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սափոր սպիտակ գինին, որպեսզի ցանկացած հաղթանակ, իսկ ամեն մի գործ արդեն ավարտելուց հետո դա հաղթանակ է, նշվի հենց այս գինու հետ միասին։ Շնորհակալ եմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ, Եվ մերսի։ պիտի ձեզ նվիրեմ նաեւ եւս մեկ բացիկ էմոցիաներով շատ տրամադրությամբ հայտնի, այնպես որ այս բացիկները հայ բանաստեղծների բանաստեղծությունից ֆրազներով են եւ համոզված եմ որ ձեր կյանքում կա այն մեկը ում կարող եք ասել ես ինչ որ մեկին զրկեցի քեզնից դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից սա իհարկե Սահյանի խոսքերն են սա ձեզ Շատ շնորհակալ եմ, մերսի, շատ շնորհակալ։ Դե կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը։ Եվ այսպես մայիսի 11-ին Գյումրիում հոբելյանական 15-րդ անգամ անցկացվեց Շիրակի էսքիզներ պարային հանրապետական մրցույթ փառատոնը։ Իսեր հայ ու հայկականի՝ ի նպաստ հայոց պարարվեստի խորագրով։ Փառատոնը այս տարիների ընթացքում իր շուրջն է համախմբել տասնյակ պարային համույթների ու հարյուրավոր պարող պարուհիների։ Եվ այսօր մեր տաղավարում են Էլեգիա պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը եւ Մեծ Հայք պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Խոսենք մի քիչ այս հրաշալի իրադարձության մասին, որն արդեն կայացավ եւ հետաքրքիր է ինչպես անցավ, ինչն էր կարեւոր այդտեղ։ Այո։ Թույլ կտաք սկսեմ։ Նախ շնորհակալություն այսօր մեզ հրավիրելու համար եւ բարի լույսը այստեղից սկսելու համար։ Եվ ուզում եմ անդրադառնամ Շիրակի էսքիզներ հանրապետական մրցույթ փառատոնի այս 15 տարիների իր աշխատանքի հետ կապված մի քանի մանրամասներ եմ ներկայացնելու, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպիչներին Լիլիթին Թովմասյան եւ Մկրտիչին Մանուկյան եւ արդեն խորագիրը Իսեր հայ եւ հայկականի ի նպաստ հայոց պարարվեստի ինձ թվում է խորագիրը արդեն բավականին մտքեր է ամփոփում, քանի որ էսքիզները երբ որ կազմակերպում են ունենում են արդեն ստույգ կանոններ, այսինքն յուրաքանչյուր պարուսույցից ղեկավարից պահանջվում է որպեսի բեմադրությունները լինեն հենց հայկական, այսինքն այլ ժանրում մենք չենք կարող ներկայանալ, տարբեր տարիքային խմբերում, իհարկե ունեն կետեր, որ բեմադրողներս կամ պարուսույցներս կարող ենք աշխատել տարբեր օրինակ կոմպոզիտորների երաժշտությունների ներքո, նաև ազգագրական պարեր լինեն այդտեղ, ինչու՞ չէ նաև ոճավորված հայկականի ներքո, եւ մեզանից յուրաքանչյուրը արդեն իր ոճին համապատասխան փորձում է ներկայանալ մրցույթին եւ այդ լարված ժամանակահատված արդեն մենք հասցրել ենք, այսպես ասած, ապրել Կիրակի օրը։ Բացի այս փառատոնից Գյումրին, այսպես ասած, մեր երկրորդ հայրաքաղաքը միշտ սիրով դիմավորում է բոլոր ղեկավարներին, իր շուրջն է համախմբվում հազարավոր պարողների, պարուհիների եւ բացի էսքիզներից մենք եւս հեսա ամսի 18-ի մի փոքր կարող է շտապում եմ նորից լինելու ենք Գյումրիում, շատ ավելի սիրուն փառատոնի շրջանակներում, որը նորից ունի տարիքային սահմանափակում։ Այսպես կարող եմ ներկայացնել այսքանը, թողնեմ կոլեգան էլ մի փոքր տեսանկյունից խոսի։ Ձեր տպավորությունները։ Նախ ասեմ, որ միշտ փորձում ենք մասնակից լինենք, չնայած այն հանգամանքին, որ խումբը Գորիսում է գտնվում, Մեծ Հայք պարային ստուդիան իր բոլոր մասնաճյուղերով հանդերձ, ամեն անգամ պատվով փորձում ենք ներկայանանք, ինչն է ընդհանուր շահագրգռող հանգամանքը, շատ խիստ դատավորների բոլոր արդյունքները հետևելով եւ այլն վերջում առողջ դատողություն գնահատվում է եւ տարազը եւ երաժշտությունը եւ բեմական եւ բեմադրությունը եւ կատարողական վարպետությունը պարող պարուհիների շատ հետաքրքիր է լսել պրոֆեսիոնալ մասնագետների կարծիքը իսկ ինչ վերաբերվում է այդ մրցույթային այդ պահին խումբը առաջի տեղ կլինի երկրորդ թե երրորդ ինձ թվում է դա ավելի շատ երեխաներին ոգևորող բան է որովհետեւ իրականում ղեկավարները կարիք ունեն հենց նույն դատավորների խորհրդին ինչ շտկեն, ինչը բարելավեն, ինչի վրա աշխատեն, դերմ, ձեռք, ոտք, ձեռքը բարը բեմադրված է Գյումրվա պարաբեմադրված, բայց ձեռքը դրված է Ղարաբաղի կամ չգիտեմ,
Նման օրինակ հարցեր մենք ամեն անգամ ուշադիր լսում ենք եւ աշխատում խմբերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է ամսի 18-ին փառատոնի կապակցությամբ էլի ենք գալու Գորիսից արդեն ուրիշ խմբերով մեր փոքրիկների հետ մասնաճյուղի մասնակցելու ենք մոտավոր 60 հոգով։ Եվս մեկ անգամ։ Եվ մայիսի 11-ին տեղի ունեցած է մրցույթ փառատոն էր։ Այո, հանրապետական Մրցույթի մասին, Մրցույթ փառատոն։ մրցութային կողմի մասին մի փոքր կխնդրեմ պատմեք։ Մրցույթի հետ կապված կասեմ, որ նայեք յուրաքանչյուր ղեկավարի համար առանձնացնեմ այս տվյալ դեպքում որպես ինձ պարուսից ղեկավար շատ պատասխանատու է ինչ որ լինել մի տարիքում, որ արդեն քեզանից մեծ դատողները նստած են, պատասխանատվությունը բավականին բարդ է։ Ապրումները կուլիսներից այն կողմ աննկարագրելի է, քանի որ ծնողը միշտ տեսնում է պատրաստի մի բեմադրություն ու ինչ որ մի գնահատական, իսկ այն ճանապարհը, որ մեզանից յուրաքանչյուրն անցնում, դա միայն մեր նվիրումի ու սիրո արդյունքն է լինում։ Իսկ երեխաների ապրումները եւ այսօր այնքան իրանք զարգացած են, երբ որ ես համեմատում եմ ինձ իրենց տարիքայինի հետ, այն ամեն ապրումը հեռախոսով իրանք կարողանում են ֆիքսեն։ Այն գնահատականը, որ լսում են, ամեն էմոցիան նկարվում է եւ երևի նույնիսկ ինչ որ չգիտեմ, դե բոլորս բնականաբար պայքարում ենք առաջի տեղի համար, որ գնանք այդ առաջի տեղը վերցնենք ու Դե այդպես միշտ չի լինում, քանի որ այո, արդեն նշվեց, որ բավականին լուրջ անձնակազմ է հետևում, որ վերաբերվում է աշխատանքին բավականին լուրջ։ Դա էլ նպաստում է մեր հայկական պարարվեստը ճիշտ ուղղությամբ առաջ տանելուն։ Համենայն դեպս այն էմոցիաները, ինչ որ մենք ապրում ենք, ես չեմ կարող նկարագրել այդ ամեն ինչը։ Շատ հուզումնալից պահ է, երբ որ երեխան ելույթ է ունենում սովորական փառատոնի ընթացքում, որ բոլորը վերջում կստանան իրենց պատվոգրերը եւ այլն, բայց երբ որ մի բանի մեջ կա մրցույթ, կա այն պայքարող բանի վիճակները, պարողները իրանց կողմից են իրանց լարվածությունը փորձում թողեն կուլիսներում նոր դուրս գան բեմ, ղեկավարներն էլ իրանց կողմից, ու ղեկավարները այդքան տարիներով աշխատանքից տարած երաժշտություն եւ այլն մանրակրկիտ վերջում բեմում կանգնած սպասում ես թե որտեղին է արժանացել վերջապես քո աշխատանքը ու դա բավականին իրոք հուզումնալից պահ է չնայած մենք առողջ մրցակցության մեջ ենք միշտ կապ չունի հանգամանքները Կարծում եմ, որ հաղթանակները դեռ շատ հաղթանակներ առջևում են եւ փառատոններ նույնպես։ Ես համոզված եմ, որ լինելու են միանշանակ շատ գեղեցիկ բեմադրություններ նաեւ, որովհետեւ այսպես հաջորդող մեկը մյուսին գնալով ամեն ինչ կատարելագործում է, առավելևս երբ որ փառատոններից էլ լսվում են խորհուրդները եւ դիտողությունները, հաստատ համոզված եմ, սրանք մեկը մյուսին գումարվում են եւ արդյունքում արդեն հաջորդիվ ստեղծում են նոր բառեր։ Մի քիչ նաեւ փոքր կխնդրեմ կարճ ներկայացնեք այն սերունդին, որն այսօր գալիս է բարի Հա, սկզբում դե մենք գնում ենք բարի, բայց հետո հասկանում են, որ դա իրենց կյանքն է եւ ապրելակերպը։ Իհարկե ժամանակի հետ, երբ որ այդ բարն անցնում է արյան մեջ։ Ես խոսեմ այդ թեմայով, ուրեմն նախ պետքա մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ ասեմ, որ պարարվեստը Հայաստանում առաջիններից է, որ շատ ուժեղ աճ ապրում, զարգացում։ Այսօր եւ մայրաքաղաքում եւ համայնքներում շատ արագ տեմպով պարարվեստը զարգանում է ու բավականին մեծ քանակությամբ մարդիկ զբաղվում են պարարվեստով։ Այսօր Գորիսի նման քաղաքում ակտիվ տեմպով 700-ից 800-ից ավել խմբեր կան, պարող-պարուհիներ կան, որ աշխատում են տարբեր խմբերում, սա իրականում պարծենալու բան է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ երեխաները արդեն ինչու շարունակեն պարարվեստով, որովհետև արդեն կազմավորվել է, ձևավորվել է մի հատ շատ ուժեղ պարային սենց խումբ, թիմ, սենց ասենք, որ փորձում են հաշվի նստեն, փորձում են իրանք էլ են ձգտում դրան։ Նոր սերունդն այսօր այդպեսին է, պահանջում է նաև իր ձայնը լսել։ Ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, դրա համար ուզում եմ ձեզ մաղթել անսահման հաջողություններ։ Այս աշխարհում շատ կարևոր գործ եք անում բարի աշխարհում եւ ձեզ նվիրեմ Սափոր Իջևանի գինին, որպեսզի կարողանաք իհարկե լավ տրամադրությունը պահել ու պահպանել եւ նշել ձեր հաղթանակները։ Եվ համոզված ենք, որ հենց այդ տրամադրությամբ էլ հաջորդ հաղթանակները կգրանցվեն եւ երկու քարտ նվիրեմ ձեզ, բացիկներ, որոնք էմոցիա են, իսկ բարի աշխարհը դա արդեն իսկ էմոցիա է։ Հայկոյի եւ Նունե Հեսյանի երգերից։ Շնորհակալություն ձեզ։ Դե այս պահին էլ կլինի դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է, որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին։ Այո, շատ կարևոր մի թեմա, որը արդիական է յուրաքանչյուր ժամանակաշրջանում, առավել եւս հիմա եւ առավել եւս, որ արդեն գարունը կամաց մոտենում է իր ավարտին եւ նոր սկսել է ամեն ինչ տաքանալ եղանակի առումով եւ հուսանք, որ շատ շուտով նաեւ ամառային շոկերը կգան եւ մենք կնախընտրենք էլի լողավազան կամ որևիցե մի հետաքրքիր վայրում հանգիստ եւ պետք է ունենան մարզական ու գեղեցիկ տեսք, ինչին մենք իհարկե բոլորը շատ հետևողական ենք։ Այս հարցում մեզ միանշանակ օգնում է Hills սպորտային համալիրը, որտեղ բազմաթիվ են մարզվելու ձևերը եւ բազմաթիվ են այն առաջարկները, որը հատուկ հենց ձեզ համար է։ Բարև ձեզ, ես Արտուր Նաջարյան։ Մեր Անինե Վադալյան։ Այսօր աշխատացնելու ենք ոտքերի մկանները։ Հիմա անելու ենք կքանիստ վարժություն, որի ժամանակ աշխատում են 11 մկանախմբեր։ Գնացինք Անի, սկսեցինք։ Անջան, հիմա նայ մտնում ենք այսպես տակը, երբեք մի ոտք առաջ, մի ոտք հետ չենք մտնում, մտնում ենք զույգ ոտքով։ Ոտքերը մի փոքր առաջ, կոնքից լայն։ Ներքև հատակին չենք նայում կքանիստի ժամանակ, գլուխը բարձր, վերև նայելով։ Օրը շնչեցինք, վերևում արտաշունչ։ Ամբողջովին չենք ուղղում։ Չորսատել, ապրես ծնվեց, մի փոքր պահի։ Մենք կատարեցինք կլասիկ կքանիստ վարժությունը։ Հիմա կատարում ենք ռումիսկի ծիագան, որի ընթացքում աշխատում են նստամկանները։ Հիմա վարժությունը կատարելուց համստրինգը ինչքան թույլ է տալի, փորձում ենք այդքան իջնել։ Խորը շնչեցինք։ Հիմա կատարում ենք հետ կծկում նստամկանի համար։ Վարժությունը շատ արագ չենք անում, դանդաղ, կտրուկ, դանդաղ։ Բացելու ժամանակ պետք է ֆիքսենք կատարում ենք նստամկանի վարժություն գրուզիկներով։ Դիագոնալ վարձացրեցինք։ Մի քիչ վերև, մի փոքր է։ Ապրանց։ Hills սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, որոնցից վստահաբար կգտնեք ձեր ամենասիրելիները եւ ձեր մարզումը կլինի օգտակար եւ հարմարավետ։ Այո, եւ չենք մոռանում ամենակարևորի մասին, որ մարզվելու հետ հավասար պիտի հետևեք նաեւ ձեր սննդակարգին, սա շատ կարևոր է եւ հատկապես բոլոր մարզիչները միշտ հորդորում են, որ ճիշտ սնվելը դա մարզումների բավականին 50%-ն է, որպեսզի կազմվածքը լինի կատարյալ ու գեղեցիկ, չէ՞։ Եվ հիմա տեղափոխվում ենք խոհար
հյուրանոց, որպեսզի տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինե, Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, այսօր շատ համեղ աղանդեր ենք պատրաստում, ես ձեզ առաջարկում եմ շատ հետաքրքիր բաղադրատոմս, որպեսզի եթե ոչ այսօր, ապա մոտակա 2 օրվա ընթացքում փորձեք այն պատրաստել, քանի որ հանգստյան օրերը մոտեցել են արդեն, կարժե որ այս բաղադրատոմսով մի աղանդեր պատրաստեք եւ վայելեք։ Եվ ինչ է պետք այս բաղադրատոմսը պատրաստելու համար, մենք այստեղ ունենք թխված կաբլիթ փշրված վիճակում, բայց կարակով հարված, ահա ես այն հենց այս պահին կլցնեմ այս տարայի մեջ եւ իհարկե ինչպես նշել էի, սա կլինի հենց մեր հիմքը, կլինի առաջին շերտը։ Մատուցման եղանակը սիրելիներս կարող եք դուք ընտրել, կարող եք այս ուրեմն թխված կաբլիթները պարզապես լցնել բաժակների մեջ անհատական մատուցման պարագայում կարող եք այս աղանդերը պատրաստել այդպես բաժակներով, շատ գեղեցիկ է լինում, շատ յուրօրինակ տեսք է ստանում եւ իհարկե ուտելիս էլ ավելի այսպես հարմար է լինում եւ մատուցելն էլ շատ գեղեցիկ։ Այնպես որ դա էլ նկատի ունեք, ես ճիշտ է այսօր կպատրաստեմ մեկ ամբողջական ամանով, բայց դուք ցանկության դեպքում կարող եք բաժակների մեջ պատրաստել։ Ամբողջությամբ լցնում ենք այս տարայի մեջ, պետք է հարթեցնենք այն, այսպես հավասար տարածենք եւ հարթեցնենք, այսպես, մի փոքր պետք է, ես այս փոքրիկ սրվակի միջոցով կփորձեմ այսպես ֆիքսել թխված կաբլիթները եւ կարագի արկայությունը ինչու էր անհրաժեշտ, որպեսզի այո կպչուն դառնա մեր այս փշրանքը, ահա այսպես, տեսեք ինչ որ բաժակի օգնությամբ կարող եք ֆիքսել, այսպես ստացանք առաջին հիմնական շերտը, ահա այսպիսի տեսք ունի մեր առաջին շերտը, հավասարեցնենք, փորձենք այսպես ամեն ինչ տեղը տեղին եւ գեղեցիկ անել, խնդրեմ, անցանք առաջ, այստեղ սիրելիներս հիշում եք, ես ասացի, որ ունենք հալվա եւ սերուցք, հալվան ես ընտրել էի գետնանուշով տարբերակը, բազմապիսի տարբերակ կա արևածաղկի սերմով, ընկույզով, նույնիսկ ես տեսել եմ մրգային համերով հալվաներ կա, այնպես որ դուք ձեր ճաշակին համապատասխան ընտրեք, սակայն ես կարծում եմ ընդեղենով պատրաստված որևիցե տարբերակը այստեղ ավելի լավ կլինի, քան օրինակ մրգային հավելումը։ Ցանկության դեպքում կարող եք շերտերի արանքում հատապտուղներ ավելացնել, բայց կարծում եմ դրա կարիք չկա, սա հենց ինքը ամբողջական է եւ շատ ավելի հետաքրքիր։ Այսպես, մի փոքր էլ խառնեցինք, ես խառնել եմ իհարկե հարիչի օգնությամբ, այսպես, եւ ստացել ենք այսպիսի զանգված, սա մի փոքր այս ամբողջը պետք է մնա սառնարանում եւ սառնարանում մնալուց հետո ամբողջությամբ կսառչի եւ կպնդանա, հիմա փորձենք սա տարածել էլի ամբողջ, այսպես ամանով մեկ, թխված կաբլիթի վրա, տեսնենք ինչ կստացվի, այսպես տարածում ենք, պետք է հավասարեցնենք էլի, Ես տեսնում եմ, որ արդեն ամեն ինչ կամանց երևում է, ուրվագծում է այս համեղությունը, որը մենք քիչ հետո փորձելու ենք, ես ասեմ, որ այստեղ շատ կարևոր դեր ունի այս համեղության մեջ, հա, կաթնամթերքը, որն արդեն Ադրինեն օգտագործել է, եւ ուզում եմ նշել, որ կաթնամթերքի լայն տեսականին էլոլայինն է, որը ներկայանում է պանիրների, թթվասեր, մածուն, իհարկե շքեղ տեսականին, որը հասանել է ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, եւ Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները արդեն իսկ ունեն հնարավորություն ճաշակելու այս համեղությունները։
Դե քանի որ Այո, նշեցինք, որ համաձայն արխիվում իհարկե հանգստյան օրերն են եւ շատ հետաքրքիր իրադարձություն կա, որը պետք է հավաքվել եւ ընկերներով դիտել եւ իհարկե հաղթանակ գրանցել եւս մեկ, այս դեպքում պետք է այդ ամենը նաեւ տրամադրությունը բարձր պահել այդ ամենի ընթացքում, իսկ դա մեզ ներկայացնում է իհարկե Իջևանի գինու գործարանը, ներկայանալով իր գինիներով եւ նաեւ իհարկե համեղ հրաշալի կոմպոտներով ու պահածոներով, իսկ այս տեսականին հասանելի է եւ իհարկե շատ համեղ ներկայացված է լայն տեսականին մեր տաղավարում, իսկ ռոզե բրիզ փրփրուն գինին կարծում եմ հենց երեկոյի գեղեցիկ համադրությունը կարող է լինել։ Լիովին համաձայն եմ քեզ հետ, հատկապես այսպիսի համեղությունների կողքին դա շատ անհրաժեշտ է եւ շատ գայթակղիչ, այնպես որ ես կարծում եմ, այո, շաբաթ օրը կարելի է պատրաստել այսպիսի համեղ աղանդեր, մեկ գավաթ գինիով վայելել իհարկե մեր հայրենակցի հաղթանակը։ Տեսնենք ինչպես կստացվի ամեն բան։ Սիրելիներս անցանք առաջ հիմա։ Այս շերտն էլ է պատրաստ, հալվայով սերուցքով շերտը եւ մնում է մեզ ավելացնել շոկոլադը։ Ինչպես նշել էի, շոկոլադը ջնարակը պատրաստեցինք կարակով, սերուցքով, կակաոյով, շաքարաբազով եւ հիմա պահն է հասել, որ ես նշեցի մեկ հավկիտ այստեղ պետք է ավելացնել, հավկիթը, բայց միայն ուրեմն դեղնուցն ենք ավելացնում, որպիսի մեր այս համեղ ջնարակը փայլուն տեսք ունենա, փայլ ապահովելու համար, ահա ավելացրեցինք մեր դեղնուցը եւ կհարենք ու կավելացնենք շատ արագ մեր այս շերտերի վրա։ Եվ պետք է, այո, սառնարան տեղափոխենք։ Սառնարան։ Այո, սա արդեն պատրաստի։ Չի տաքանալու, այլ սառելու է։ Սառելու է հակառակը, այո, սառնարանում է պատրաստվելու։ Մի քանի րոպե հետո մեզ մոտ ամեն բան պատրաստ կլինի, բայց ցանկալի է այն երեկոյան պատրաստել, հետո հաջորդ օրը վայելել։ Այ սա էլ է կարևոր։ Ահա, լցրեցինք մեր ջնարակը ամբողջությամբ, այսպես որպեսզի շոկոլադե հարուստ շերտ ստանանք, վայելենք այս շոկոլադը, այն շատ համեղ է, համերով շատ հարուստ եւ հագեցնող իմիջայլոց։ Վաու։ Այո, շատ համեղ է ստացվելու, հավատացնում եմ, կարելի է փորձել եւ վայելել։ Այսպես մի տեսակ տերամիսուի տարբերակ է սա, հայկական տարբերակ է, այո, իհարկե կարելի է մեկ օր նաև տերամիսու փորձել պատրաստել, շատ համեղ է, ժողովուրդ ջան, խորհուրդ եմ տալիս փորձել, իհարկե ես վերջում կձևավորեմ այն եւ կվայելենք։ Այո, կվայելենք անպայման, հիմա այս ամենը կտեղափոխվի արդեն իսկ սառնարան, սառչելու համար, իսկ մենք կունենանք կարճատև դադար, հետո վերադառնանք ու տաղավարում ողջունենք մեր հաջորդ հյուրերին, լինելու էլի բավականին հետաքրքիր, հետևեք մեր ծրագրին։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակվում է եւ ուշադրություն։ Առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Երևանում շատ տաղանդավոր երաժիշտ։ Արտերկրում մեծ լսարան ձեռք բերած եւ հայկական կանոնը հանրահռչակած երաժիշտը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ մեկ բեմում։ Սուրենում մասն է խոսքը։ Այո, եւ իհարկե մեր տաղավարում են Բելլա Պապիկյանը, կանոնահարուհին, եւ իհարկե Արմինե Հարությունյանը, ազգային նվագարանների պետական նվագախմբի ադմինիստրատոր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Այստեղ իհարկե ադմինիստրատորն է մենակ նշված, բայց մենակ ադմինիստրատորի գործը չեք անում այնտեղ, որտեղ էլի շատ կարևոր դիրք եք զբաղեցնում նվագարաններում։ Շատ հաճելի է իհարկե ձեզ հյուրընկալել։ Ինձ մոտ փոփոխություններ են եղել եւ այսուհետ զբաղվում եմ Միայն ադմինիստրատոր։ Շատ լինելով երաժիշտ սրտով, հոգով, մտքով, այո, զբաղվում եմ այս կենտրոնում այդ աշխատանքներով։ Դե վաղը իհարկե լինելու է մենահամերգ, հա, որը կարծում եմ այսպես շատ երկար սպասված էր, որովհետև հատկապես վերջին շրջանում ավելի պոպուլյար դարձավ այդ հրաշալի գործիքը։ Իդեպ ես շատ եմ սիրում այդ գործիքը, շատ, որովհետև դա ինձ համար այսպես հետաքրքիր սիմվոլիկա ունի։ Խոսենք հենց սպասելիքներից վաղվա։ Մի քիչ լարվում եմ իհարկե։ Ինչու՞։ Անհնար է չլարվելու, չնյարդայնանալ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է անցնելու, որովհետև մեր կազմակերպչական աշխատանքները տարվել են հոյակապ, ամեն ինչ պատրաստ է ու
Մնացածը կախված է ինձանից եւ իհարկե նվագախմբից։ Եվ հանդիսատեսին սպասում է հիանալի երեկո։ Դա մենք խոստանում ենք, չէ՞։ Այո, փորձում ենք ամեն ինչ անել, որ իսկապես երեկոն լինի հրաշալի, հիանալի։ Փորձերը արդեն սկսվել են։ Վաղուց։ Վերջացել են, թե այսօր դեռ։ Վաղը լինելու է վերջին փորձը համերգից առաջ։ Ծրագրի մեջ ինչ է ներառված, ինչ գործեր կան։ Ծրագրի մեջ ներառել ենք իհարկե մեր գեղեցիկ հայկական ստեղծագործությունները, մեղեդիները, նաև ունենք արտասահմանյան հիթեր, ինչուններ եւ Բացեն գաղտնիք, ունենք նաև հատուկ հյուրեր, հայ երգիչ-երգչուհիներ։ Դերքին ասենք, տաղանդավոր մարդիկ։ Վաղը լինելու է համերգ։ Ասենք։ Այո, ասենք, ասենք։ Մեծ հետ կլինի Նարեն Գևորգյանը եւ Սարո Գևորգյանը։ Այսինքն շատ հետաքրքիր ծրագիր եք պատրաստել։ Այո։ Արմինե, խոսենք նաև համագործակցությունը Բելայի հետ, որովհետև սա իհարկե հետաքրքիր մոտեցում է նաև նվագարանների հետ կապված։ Իդեպ ծրագրից էլ հարց գնաց, շատերի մոտ կա այսպիսի կարծիք, որ եթե Բելլան Պապիկյան այստեղ Հայաստանում է եւ ազգային նվագարանների հետ համերգ պիտի ունենա, մի փոքր այսպես մտածում են, այսինքն ինչ պետք է ներկայացնի, ինչու, որովհետեւ իր կոնտենտը այլ է եւ սովոր չէ մեզ հայաստանյան այնուամենայնիվ հանդիսատեսին, բայց պիտի ասեմ, որ բացի այդ հրաշալի արտասահմանյան ստեղծագործություններից Բելլան համերգի ընթացքում այսպես մի փոքր էլ ես եմ փակագծեր համերգի ընթացքում կատարելու է բավականին բարդ պրոֆեսիոնալ կոնկրետ հենց կանոնի համար գրված ստեղծագործություններ։ Գուցե շատերը դրան չէին սպասում, ինձ թվում է Բելլան էլ չէր սպասում դրան, որ այդպիսի մի առաջարկը նաև այդպես է լինելու եւ շատ հստակ դրված է, բացի այն ինչ որ անում է Բելլան իր ամբողջ հմայքով, նա նաև որպես կանոնահարուհի պիտի ներկայանա, պրոֆեսիոնալ կանոնահարուհի, այնուամենայնիվ Բելլան սովորել է այստեղ, ավարտել է կոնսերվատորիան եւ այսպես։ Համագործակցությունը շատ հետաքրքիր է, ոչ սովորական, գնալով մենք էլ ենք սովորում։ Ոչ սովորական քայլերի։ Շատ հետաքրքիր է ամեն դեպքում։ Փորձառական է եւ մեզ համար նվագախմբի եւ նաեւ Բելայի համար։ Բայց ես վստահ եմ, որ հրաշալի անցնելու, որովհետև վաղուց երևի սպասում էինք, որովհետև դուք անընդհատ գնում գալիս եք վերադառնում եք հայրենի կարճ ժամանակով եւ տարբեր այսպես փոքրիկ նույնիսկ ես հիշում եմ մեր տաղավարում մենք ձեզ հյուրընկալել ենք կանոնով։ Այո, եւ դա հրաշալի էր եւ ես կարծում եմ մենակ կատարը վաղը կլինի։ Մնացել եմ դահլիճում։ Շատ լավ, եւ սպասումների մասին արդեն խոսեցինք, ինձ հետաքրքիր է նաեւ մեկ ամիս է արդեն Հայաստանում եք եւ բացի փորձերից ինչով եք զբաղվել, ուր եք հասցրել լինել, կարոտը ինչպես եք կարողացել մի քիչ գոնե նվազեցնել։ Շատ կարոտած էի տելիքներին, օդին, շատ։ Բացի փորձերից նաև տանում ենք իհարկե միասին կազմակերպչական աշխատանքներ, այնտեղ շատ փոքր դետալներ կան, որոնց մասին պետք է հոգ տանել, օրինակ հագուստը եւ այլն։ Այդ ամենի մասին հոգ տարված է եւ վաղը արդեն իդեալական է լինելու ամեն ինչ։ Հայաստանում դեռ չեմ հասցրել ոչ մի տեղ գնալ, որովհետեւ փորձերը ու զբաղվածությունը շատ մեծ է, բայց ես ունեի մեկ նպատակ, որը որ վաղը կատարվելու է ու արդեն համերգից հետո կգնամ քաղաքից դուրս եւ կվայելեմ մեր բնությունը։ Բելլա հարազատներից մարդ լինելու է, այստեղ են, իրենք Երևանում բնակել բոլորը լինելու են։ Եվ ոչ միայն, նաև Դուբայից իմ ընկերներն են եկել այստեղ։ Հատուկ ինձ հետ լինելու համար, այո։ Արդեն հանդիպել ենք, շատ սրտացավ են, շատ այնպես հարազատի նման եւ բացի դա էլ ասեմ, որ Բելայի հայրիկը մեզ մոտ է աշխատում, Քամանչահար Հրանտ Պապիկյանը։ Այնպես որ հարազատները ոչ միայն դահլիճում են լինելու, այո։ Բելլա վերջին շրջանում իհարկե շատ շրջանառվեց այն վիդեոն, որի մասին համոզված եմ բազմաթիվ խոսվել է, բայց կուզեմ եւս մեկ անգամ խոսենք։ Համագործակցությունը եւ գեղեցիկ աշխատանքը հայտնի իհարկե աշխարհարչակ Հաուզերի հետ միասին ինչպես եղավ եւ արդյոք հնարավոր է նաեւ շարունակություն լինի։ Մենք իհարկե շարունակություն ունենում ենք։ Արդեն շատ տեսահոլովակներ ենք միասին թողարկել։ Մեր առաջին տեսահոլովակին մասին ինձ թվում է բոլորը արդեն գիտեն, բոլորը արդեն ծանոթ են պատմությանը, որ ես ուղղակի գրեցի իրեն համացանցով ու պատասխան ստացա 1 ժամ անց եւ մեր համագործակցությունը սկսվեց հենց այդտեղից։ Միասին թողարկել ենք մոտ 7-8 տեսահոլովակ ու ասեմ մեր առաջին եւ
մի քանի տեսահոլովակները իր էջում ունեն ամենաշատ դիտումները։ Մեր հայերը Միլիոնից ավելի, շատ այո։ աջակցող են ու շատ ողջևորված են, երբ որ մենք միասին թողարկեցինք այդ տեսահոլովակները։ Վաու, հետաքրքիր է։ Իսկ դուք իրեն գրեցիք, որովհետև իր արվեստի երկրպագու եք, թե նպատակահարմար գտաք, որ ձեր երկուսի արվեստը շատ գեղեցիկ կլինի միասին։ Ես իր արվեստի երկրպագուհի էի դեռ շատ վաղուց, երբ իրենք դեռ երկուսով են, հիշում եք, ունեն Tuchelos խումբը։ Ես այն ժամանակվանից էի հետևում ու ուզում էի իհարկե օրերից մի օր նրանց հետ կամ նրանցից որևէ մեկի հետ մեկ բեմում հայտնվել կամ միասին համագործակցել կամ նվագել եւ մի քանի տարի առաջ ունեի հարցազրույց, որի մեջ կար կետ, որը ասում էր ով այն երաժիշտը ում հետ կցանկանաս օրերից մի օր մեկ բեմում հայտնվել կամ միասին համագործակցել ու ես նշել էի Հաուզերի անունը։ Եվ տարիներ անց այդ երազանքը իրականում կատարվեց։ Շատ ողջավորված եմ ու շատ ուրախ եմ։ Մենք հիմա շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Դեռ մեր ընկերությունը շարունակվում է ու մեր համագործակցություններն էլ անպայման շարունակվելու են եւ Ինչպես ասում են, երազանքներ պայլուց զգուշ եղեք կատարվում են։ Այո։ Բելա, մենք գիտենք, որ կանոնը իր իսկ պատմությամբ, հա, ամենասկզում եղել է գործիք տղամարդկանց համար, որովհետև չափերով մեծ է եղել, ծանր է եղել եւ կանոնահարներ են եղել։ Հետո արդեն իհարկե վերածվեց այս հրաշալի նուրբ մատները կպան կանոնին եւ կանոնը ավելի հնչեղ դարձավ ու գեղեցիկ։ Դժվար չի այդ մեծ գործիքը եւ ինչու հենց կանոնը ջութակ կարծի եմ դաշնամուր կամ միշտ երեխաներին տանում են դաշնամուրի կամ ջութակի ամենավերջում նոր կարող են կանոնի տանել բայց դուք կանոնը իրականում երբ ծնողներս ընտրում էին թե ինչ գործիք պետք է նվագենք իմ եղբայրն էլ է երաժիշտ երբ որ մայրիկս մեր ձեռքը բռնած տարավ երաժշտական դպրոց եղբորս համար ընտրեց ջութակը ինձ համար ընտրեց կանոնը ես սկզբում դեմ էի չէի ուզում կանոնն ընտրել ես ուզում էի դաշնամուր նվագել բայց համոզեցին որ եթե կանոն նվագեմ նաև նվագելու եմ դաշնամուր ու ես համաձայնեցի, դե փոքրիկ էի, չէի կարող ասել չէ, ու հետո սերը գործիքի հանդեպ սկսեց շատ միանգամից։ Սկզբում չէի սիրում, բայց հետո երբ որ արդեն հասկանում եմ գործիքը, երբ որ հասկանում ես թե ինքը ինչպես է հնչում, ինչ կարող ես անել այդ գործիքի վրա, սերը իրականում գնալով այս վերջին տարիներին էլ ավելի է մեծացել, քան սկզբում էր։ Ճիշտ է, այդպիսի բան կա, երբ դու գործիքը նվագում ես, ինքը դառնում է քո մարմնի շարունակությունը, առավելապես մեր պարագայում ծնկներին դրված, մատերով գրկում ենք, լարերը եւ այլ, գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ ինքը քո միակ եւ լավագույն ընկերն է, այդ ձեր կողմից էլ առաջին այս կանոնը եղել չէ, սկզբում։ Ես ճիշտն ասած եւս դաշնամուր էի ընտրել, բայց իմ կյանքը շատ հետաքրքիր անցավ, եղբայրս ասեց, որ կանոնի արի գնա եւ այլ, առաջին անգամ լսեցի մի երեխայից ու բոլորովին չհավանեցի։ Բոլորովին չհավանեցի, բայց այնպես ստացվեց, որ ընթացքում ես էլ հիասթափության պահեր ունեցա, բայց հետո չգիտես ինչի դարձավ կանոնը ինձ համար մինչև այսօր կանոնը իմ լավագույն ընկերն է, անգամ իմ երեխաները գիտեն, երբ սենյակ եմ մտնում կանոնով, անգամ կարող եմ լույսը չվառել ու ինձ համար նվագել։ Վերջուրեմ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, ոչ մեկի ոչինչ չունեմ ասելու։ Իրականում հրաշալի գործիք է եւ զգալը այդ գործիքը եւ բարդ է եւ հեշտ։ Բելա, իսկ ամեում էլ ինչով եք զբաղվում, դասավանդում եք, թե միայն նվագում եք։ Նվագում եմ շատ մեծ միջոցառումների ժամանակ, բայց փակ միջոցառումներ, այսինքն նրանք կազմակերպվում են հատուկ բրենդների կամ հատուկ բարձր կլասի հյուրերի համար, նաև նվագել եմ իրենց ռոյալ ընտանիքներում եւ ոչ միայն Միացյալ Էմիրություններով, այլ նաև Էմիրություններից դուրս եղել եմ Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Օմանում եւ այս բոլոր ընտանիքների ռոյալ ընտանիքների համար նվագել եմ։ Մեր կանոնը։ Այո։ Շատ լավ։ Վաղը համերգը կայանա, համոզված ենք հիանալի անցնելու եւ ինչ հետո հաջորդ թիվ ինչեր են սպասվում ազգային նվագարաններում, ինչ համագործակցություններ արդյոք նորից կլինի համերգային Բելայի հետ, ինչ է կլինեն։ Ես կարծում եմ վաղը համերգը կանցնի իսկապես շատ լավ, որովհետև մեծ թիմ է աշխատում եւ ազգային նվագարանների, այսպես մեջքի հետևում կանգնած եւ Բելայի համար մեծ թիմ է աշխատում եւ դա շատ կարեւոր է։ Փորձում ենք ամեն ինչ անել շատ այդպես մանրակրկիտ ուսումնասիրված եւ որպեսզի հաջողվի։ Եվ ես կարծում եմ կլինեն էլի համագործակցություններ, անկեղծ որ լինեմ, իմ գլխում այսպեսի մի միտք կա, որ հաջորդ թիվ համերգը, եթե մենք արդեն համագործակցենք եւս Բելայի հետ, լինի Դուբայում։
Լավ առաջարկել։ Լավ առաջարկել։ Նվագարաններն են գնում։ Նաև Բարովին չմոռանաք խնդրում։ Այո, մենք երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեր կողքն են կանգնած եւ աջակցում են մեր, որպեսզի մեր համերգները փայլուն անցնեն։ Կունենանք համագործակցություններ, իսկ ազգային նվագարանները առհասարակ ունի բավական մեծ ծրագրեր, տարին կարելի է ասել դեռ համերգային տեսանկյունից նոր է սկսվում, բայց ոնց որ թե մեծ թափով ուզում ենք առաջ գնալ, կունենանք հետաքրքիր նորություններ, բայց երևի թե այն ոնց են ասում, ճակերտները չբացենք։ Բիլա, որքան կմնաք հայրենիքում։ Համերգից հետո մի քանի օր եմ մնալու այստեղ, հետո մեկնելու եմ հետ Դուբայ, որովհետև ունեմ շատ միջոցառումներ, որոնք չեմ կարող բաց թողնել, այս ընթացքում շատ ու շատ միջոցառումներ արդեն իսկ բաց եմ թողել, որովհետև պետք է այստեղ լինեի, համերգի փորձերը եւ կազմակերպչական աշխատանքները, բայց իրականում հիմա համերգից հետո չեմ ուզում գնամ հետ, որովհետև Հայաստանը, մեր օդը, մեր բնությունը շատ էի կարոտել։ Հիմա էլ ավելի շատ եմ զգում այդ կարոտը, քան նախկինում էր իրականում։ Ճիշտ եմ, Գուցե առաջիկայում ետ վերադառնաք մշտական բնակություն հաստատելու հայրենիքում, ու մեկ-մեկ գնաք Դուբայ նվագելու եւ հետ գալու։ Դրա մասին դեռ չեմ մտածել, բայց ինձ թվում է շատ հնարավոր տարբերակ է։ Հիմա այնքան լավ շրջան է, հա, մենք բողոքում ենք անձրևներից, բայց հենց անձրևները ստեղծում են կանաչ բնություն, եւ ես կարծում եմ երաժշտությունը ավելի ներդաշնակ կդառնա բնության հետ հենց այս շրջանում։ Ամեն անգամ, երբ որ բարձրանում եք բեմ ու գործիքը ձեր ցնքներին է եւ դուք արդեն սկսում եք, հա, մատներով հպվել այդ գործիքին ու երաժշտությունն է դուրս գալիս։ Ինչի մասին եք մտածում։ Տվյալ գործի, որ նվագում եք, թե մտքերը գնում են արդեն ուրիշ տեղ։ Նա այդ ժամանակ իրականում երբեմն կենտրոնացած այդ գործն եք ուզում նվագել, եթե իհարկե բարձ ստեղծագործությունն է, երբեմն երբ որ նվագում եմ ավելի մելանխոլիկ ստեղծագործություններ, մտքով ուրիշ տեղ եմ գնում, մեկ-մեկ նույնիսկ լինում է, որ ես կատարելիս գործը հուզվում եմ։ Այո, եղել են նման դեպքեր։ Էքսպերիմենտներ արել եք, որովհետև շատ էս վերջերս ընդունված է, հա, համաշխարհային գործերը, վերցնել մեր նվագարաններով նվագել եւ սաունդթրեքերը, ինչպես արդեն մենք վայելել ենք նվագարանների կատարմամբ։ Իսկ դուք ինչ որ էքսպերիմենտ արեք, փորձել եք մեր կանոնի վրա մեկ այլ գործ, որը երբեք չես պատկերացնում, որ կարելի է կանոնով նվագել։ Իմ ամբողջ կոնտենտը հենց դրա մասին է։ Եվ ինչ ունենք արժևում նմանատիպ։ Hard rock։ Հնարավոր է, ինչու ոչ։ Արդեն փորձել եմ իրականում։ Ահա։ Արձագանքները լավն են։ Իսկ սիրելի ստեղծագործություն, որ վերջին ժամանակներում շատ այսպես նվագել եք, ձերն է դարձել ու սիրում եք։ Սիրելի ստեղծագործություն, իսկ թվում է մի քանիսը պիտի որ լինեն։ Շատ են, այո։ Ինչու, որովհետև հազար անգամ ներողություն եմ խնդրում, երբ նվագախումբը այնտեղ աշխատում է Բելայի հետ, ի պաշտոնե ես արդեն ներսում չեմ լինում։ Եվ սենյակի մյուս կողմից եմ լսում, օր-օրի լսում եմ, որ համահունչ են, այսինքն մի զանգված է դառնում ամբողջ երաժշտությունը, ու հետո որպես երաժիշտ կողքից հասկանում ես, այս ստեղծագործությունը ինքը սիրով նվագեց, ավելի սենց, իսկ սա նվագեց, որովհետև պետքա, որովհետև պրոֆեսիոնալ, ինքը արդեն ասում եմ, Բելային հանձնարարվեց նաև բարդ ստեղծագործություններ, որոնք պիտի նաև հաղթահարվի, եւ փառք Աստծո Բելան իմիջիայլոց Բելան շատ աշխատասեր աղջիկ է, սա պիտի անպայման նշեմ, նախկինում ծանոթ չեմ եղել իր հետ, որպես երաժիշտ եւ ընդհանրապես, բայց այս մեկ ամսվա ընթացքում այսքան զբաղված լինելով հանդերձ հաղթահարեց բավականին բարդ ստեղծագործություններ ու երբ կապի ենք լինում, այսպես ասում եմ, հիմա նստեմ պարապեմ եւ այլ, ու ինձ թվում է այնտեղ կան ստեղծագործություններ, որոնք այսպես միանգամից հնչում են, միանգամից լսվում են, միանգամից իր կողմից ընկալվել են ու ինձ թվում է մի քանիսը կան, լավ, տենց որ սիրում ես, ես այդպես եմ կարծում։ Իրականում չեմ ուզում ասեմ ծրագրի մասին, որովհետև վաղը արդեն կիմանան, ծրագրի մեջ կա մի երաժշտություն, որը իրոք նվագելիս նվագախմբի հետ ես հուզվում էի։ Ես ինքս ուզում եի ու մտքով ձեր ասացի պես ինչ որ ուրիշ տեղ էի գնում։ Ես արդեն գուշակում եմ, թե դե վաղ արդեն կվայելեք հասկանալ, որ գործերից է հենց Բելա նվագելուց ուզվում, իսկ որ գործեր են պարզապես ժպիտ տալիս նրան։ Իսկ փորձել եք արաբական, հա, գործերը, որտեղ հենց արաբական աշխարհում է կարելի ասել բնակություն հաստատել, հենց այդ գործերը տալ մեր կանոնին։ Իրականում էմիրություններում հենց արաբական գործեր եմ նվագում մեծամասամբ միջոցառումների ժամանակ, որովհետև այո, արաբներ են լինում հանդիսատեսը եւ
ունեմ նաև արաբական գործիք, որը մեր հայկական կանոնից շատ է տարբերվում, եւ հնչողությամբ, եւ տեխնիկական հնարավորություններով, այո, բայց արդեն փորձում եմ տիրապետել, անում եմ այդ փոքր արաբական խաղիկները, այո, մելիզմները ինձ մոտ արդեն ստացվում է։ Վաու, դե ինչպես ասում են աշխատասիրությունը ամեն ինչին իհարկե ավարտուն տեսք է տալիս եւ ես համոզված եմ որ շատ լավ է անցնելու վաղվա համերգը, առավել եւս որ ազգային նվագարաններն են եւ բնականաբար այս գեղեցիկ համագործակցությունը տալու է շատ ճիշտ հնչողություն եւ տպավորություններ։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սափոր սպիտակ գինին, որովհետեւ վաղը հաստատ իհարկե այդ առիթը կա, բայց մինչեւ համերգը կարելի է մի քիչ տրամադրությունը բարձր պահել այսօր եւ վաղն արդեն իսկ վայելել համերգային երեկոն։ Եվ քանի որ երաժշտությունը ինքն իր տեսակով էմոցիաներ է եւ այն գործիքը, որի վրա դուք եք աշխատում, բնականաբար հենց էմոցիայի մեծ աղբյուրն է, նաեւ եւս մի աղբյուր կա, կոչվում են արև բացիկներ։ Այս բացիկները քարտեր են, որոնք էմոցիաներ են տալիս սիրելի մարդկանց։ Այստեղ ներառված են հայտնի ու սիրված երգերից ֆրազներ։ Երկու բացիկ եմ ձեզ նվիրում, մեկը Նունե Եսյանի եւ Արսեն Գրիգորյանի երգից է Միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար։ Կարծում կամ մարդուն կարող եք նվիրել։ Եվ իհարկե Արմինե ձեզ նույնպես նվիրեմ Անդրեի երգի խոսքերն են Իմ սերը քեզ թևեր թող տա։ Սա իհարկե ձեզ, որպեսզի նվիրեք ձեզ շատ հարազատ ու կարևոր մարդկանց եւ այդ էմոցիաները տակ նաեւ նրանց։ Վաղը անմոռանալի երեկո ենք մաղթում։ Այո, շնորհակալություն եւ եթե թույլ կտաք մի հավելում էլ անեմ, շատ կարևորագույն հավելում։ Մենք պիտի հատուկ շնորհակալություն հայտնենք մեր մայստրո Նորայր Դավթյանին, ով առաջին իսկ օրից, երբ եղավ նմանատիպ առաջարկ Բելայի աշխատակազմի կողմից, այսպես ասած, այո, անում ենք համերգ եւ նվիրված պատրաստվում ենք վաղվա համերգին, այնպես որ շնորհակալություն նաեւ մեր մայստրոյին։ Այո, մայստրոն ինձ շատ է աջակցել, նույնիսկ ծրագրի ընտրությունը եւ այլն։ Հիանալի է։ Դե վաղը արդեն արդյունքը պարզ է լինելու, որ հիանալի է, այնպես որ տպավորությունների հետևից վաղը չենք մոռանում Արամ Խաչատրյան համերգասրահում վայելելու կանոնի եւ ազգային նվագարանների մի ամբողջ բույլ, որը կարծում եմ գեղեցիկ է։ Էսթետիկայով համեմված է լինելու վստահաբար Բելայի դեպքում այդպես է։ Շնորհակալություն, որ առավոտեցիք մեզ։ Շնորհակալ ենք։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող։ Լավ տրամադրություն եմ ձեզ մաղթում եւ ասում եմ դուք էլ մեզ հետ միասին պատրաստեք աղանդեր։ Այսօր իհարկե ավարտին մոտեցավ մեր հաղորդումը։ Ես առաջարկեցի մեր բաղադրատոմսը օրվա, որը հուսով եմ դուք այս մոտակա օրերին կպատրաստեք։ Ես հենց հիմա բերում եմ այն։ Իհարկե մենք դեռ ժամանակ ունեինք, որպիսի այն սառչեր, ամբողջովին պատրաստի վիճակը տեսնեինք, բայց հիմա ես պետք է ձևավորեմ, հիշեցնեմ, որ 3 շերտ ենք պատրաստել, ամենավերջը ներքևի շերտը ուրեմն թխվածքաբլիթով կարագով, երկրորդ շերտը սերուցքով հալվայով եւ իհարկե վրան սերուցք շոկոլադ, իսկ զարդարում ենք շոկոլադի կտորներով եւ իհարկե վայելում ենք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, բարի ախորժակ եմ մաղթում, ամենալավն ու բարին, կհանդիպենք։ Շնորհակալ ենք, իհարկե շատ համեղ է լինելու այնինչ պատրաստվում է եւ քիչ հետո բոլորս միասին արդեն կճաշակենք եւ չմոռանանք նաեւ համեղ կոմպոտները, որոնք համեղ համադրությունը կլինեն։ Կոմպոտները ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, կոմպոտներ, պահածոներ, գինիներ, այն ամենը, ինչը օրվա ընթացքում հաճելի ուղեկցելու է ձեզ։ Այո, եւ գինու հետ չենք մոռանում պանիրների մասին, իսկ անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Արդեն իսկ հաջորդ շաբաթ վերջին զանգի տոնն է։ Էմոցիաներ մեր շրջանավարտներին նվիրենք մեր կողմից։ Արև բացիկները նախատեսված են շրջանավարտներին շնորհավորելու համար։ Այստեղ հենց Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի բառերն են, ներսում հնարավորություն, որպեսզի ինքներդ ձեր շնորհավորանքը գրեք, իսկ հետևում ասում QR կոդ, որին պարզապես հեռախոսամոտեցներով հնչում է հենց Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգը։ Նվիրեք էմոցիաները արև բացիկներով, իսկ բացիկները իհարկե կարող եք հարցնել բնականաբար հենց Արև Cards Instagram-ի էջով կամ պարզապես Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր ու ցաղկաշատ վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ եւ ձեր առիթը կվերածեն իսկական տոնի։ Արագեղեցիկի արտաքինը ստանալու համար գնում եք պարզապես Նալբանդյան 37։ Իհարկե Master Right-ը, որը պատրաստ է իր բարբերների հետ միասին գեղեցկացնել ձեզ։
Այո, եւ ոճային ու տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այնտեղ ներկայացված է ամբողջ արդեն գարուն ամառ հավաքածուն եւ կարող եք գտնել մեծ զեղչեր։ Դե իհարկե չմոռանանք, որ այսօր ուրբաթ է, հանգստյան օրերը առջևում են, վաղը շաբաթ է, իսկ վաղը նաև կարևոր իրադարձություն կա։ Եվս մեկ անգամ կոչ անենք մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս, վաղը ի օգուտ Հայաստանի քվեարկել Եվրատեսիլում եւ մեր իհարկե պարգին տալ այդ հնարավորությունը, որպեսզի հաղթանակով վերադառնա։ Եւ մաղթում ենք իհարկե փայլուն ելույթներ, այո։ Եվ իհարկե կհանդիպենք արդեն երկուշաբթի առավոտյան նույն տեղում, նույն վայրում, նույն տեղում եւ նույն ժամին սիրելի հեռուստադիտողներ եւ կասենք բարի լույս։ Ձեզ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր մեծ սիրով։